բացում ենք ինչ է անում քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագիրը 21 թվականի Էջը չեմ հիշում, բայց քաղվածքը արել եմ, էլի որոնեք Google-ում կգտնեք, էլի այն քուրի գծես կտա, ինչ է անունը ChatGPT կոչվածը, հա այնտեղ լիքը բաներ են գրած, իհարկե նկարագիր կա, տվատը չէ, նկարագրի վերլուծության իմաստով անցյալը ինչպես է եղել, թոշակները որ թվին ինչքան է եղել, աղքատությունը ինչքան է եղել, եւ այլն, ու վերջապես գալիս հասնում ենք թիրախներին, այսինքն սա այն թիրախները չէ, որ կառավարության ծրագրով է սահմանած, բայց քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրի մեջ է գրած։ Ու թող իմանան հարգելի Հասմիկ Կարապետյան, ներողություն, Հակոբյան իմանա, որ բնության մեջ կան մարդիկ, որոնք կարող է իրենց նախընտրական ծրագրերը խոշորացույցով նայեն, բնական է։ Ձեզ վճարում ենք ձեր ռոջիկն ու պարգևա վճարը, մեր գործն է նաև ձեր ուրեմն կատարածը կատարողականը նայել։ 26 թվի թիրախներ։ Հա, բանը համախառն ներքին արդյունք, դրանք չկարդամ, անցնենք առաջ, ոչ պետական աշխատավարձի ֆոնդը հասցնել համախառն ներքին արդյունքի 25%-ին եւ այլն, գործազրկությունը իջեցնել 10-ից ցածր տոկոսի, այսինքն առաջիկայում այս հարցերը ծագելու են։ Ես եմ նայում այս թվերը, լիքը քաղաքական ուժեր նույնպես այս արանքը կհիշեն, որ ուրեմն ԿՊ-ն նախընտրական ծրագիր է ունեցել, բերեք բացենք նայենք, հələ մեջն ինչ կա, որ այս քարոզարշավի ժամանակ դեմերը տնենք, ինչպես ասում էին գրափարում, հա, աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել, ընդհանրապես ժողովուրդ ջան, բոլոր քաղաքական ուժերին են խորհուրդ տալիս, խուսափեք այս տեսակ թափով բաներից, էլի, ինդիկատորների ցուցիչներից, հա, կրկնակի բան է, էլի, ես իմ շատ համարձակ է, էլի, կենսաթոշակի միջին չափը ժողովուրդ 43500 դրամից դարձնել առնվազն 61000 դրամ, նվազագույն կենսաթոշակը 26500 դրամից դարձնել 37000 դրամ, 10000 դրամի չափով, հա, մի քիչ ավելացնել, նվազագույն աշխատավարձը 68000-ից դարձնել 75000, հա, միջին աշխատավարձը 190000 դրամից դարձնել 300000, հաշմանդամություն եւ այլն, այսինքն այս Աջի պլանը ունեցել է քաղաքացիական պայմանագիրը գրած, ստեղ հակասությունը, որը լիքը մարդու մտահոգեց, այն էր, թե Փաշինյանը 3 ամիս առաջ ասում էր 10-11000 դրամ ավել տանք ինչ է անելու թոշակառուն այդ փողը, մեկ էլ հոպ, հա, մարտի ներողություն, ապրիլի 1-ից մի ամիս առաջ նման հաճելի լուրեն ստանում թոշակառունները, հա, քեշբեքերը են հետ վերադարձը, այդ էլ վրադիր։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։